Երևանի կենտրոնում օդի փոշու կոնցենտրացիան վերջին օրերին թույլատրելի սահմանը գերազանցել է մինչև 4 անգամ, ազոտի երկօքսիդը մինչև 1.6 անգամ։ Որոշակի տարբերությամբ գրեթե նույն վիճակն է նաև մի քանի այլ վարչական շրջաններում։ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը զգուշացնում է, առաջիկա օրերին այս պատկերը կպահպանվի։ Վերջին օրերին անտիցիկլոնի կենտրոնի Արկայությամբ օդի տուրբուլենտականությունը արածյան գոգավորությունում դադարել է, իսկ դա իր հերթին հանգեցրել է օդի տեղաշարժի կանգնման եւ օդի աղտոտվածության կուտակման, ինչն էլ նաեւ նպաստել է այս իմ կողմից նշված թվերի բարձրացմանը եւ նաեւ առաջիկայում, քանի որ չի ակնկալվում օդի մթնոլորտային հոսանքների տեղաշարժ, առաջիկայում եւս կպահպանվի այս դիտված պատկերը միջև հետագա օդային հոսանքների տեղաշարժի փոփոխությունը։ Օդային հոսանքների կանգը արարատյան գոգավորությունում թույլ չի տալիս, որ Երևանում օդը տեղաշարժվի, բնականաբար արտանետվող գազերն ու փոշին կուտակվում են այս հատվածում։ Սա նորություն չի, սա բնորոշ է արարատյան գոգավորության այս ժամանակահատվածում, քանի որ այս ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կտրուկ ընկնում է, հատկապես գիշերային ժամերին, եւ ինչն էլ իր հերթին բերում է այդպիսի սառ օդային զանգվածների կուտակման։ Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը տասնյակ խնդիրներ է նշում, որոնք բերել են այս վիճակին։ Նորարաշենի անվերջ սխացող աղբավայրը, չկանոնավորված շինարարությունը, ոչ մի հիգիենիկ ստանդարտին չհամապատասխանող կառուցապատման գործընթացները, Երևանը շրջապատող հանքերը, Երևանի մեջ գործող հանքերը, զանգվածաբար 3 տարի Երևանի փողոցների ծառահատումները, էկոցիդը, որովհետև փողոցի երկայնքով ծառերը դրանք օդափոխության միջանցքներ են եւ դրանք ջերմաստիճանի տարբերությամբ մղում են օդը։ Շինարարությունը, որը ստեղծել է պատնեշներ, օդի փոխանակության աերացիայի ռեժիմը խաթարելով քաղաքում, տրանսպորտային տապալված բարեփոխման ծրագիրը, փոխանումները, անվերջ կարելի է Հիվանդ է Երևանը, ծայրահեղ ծանր վիճակում։ Այդ վիճակից կարող են հանել միայն մասնագետները, նշում է Քրիստինա Վարդանյանը։ Նրա խոսքով ռիսկերը կարող է կառավարել գրագետ քաղաքային իշխանությունը, փորձառու մասնագետների ու միջազգային փորձագետների աջակցությամբ։ Պետք է հրավիրել երկրում հեղինակություն ունեցող փորձագետներին, միջազգային դաշտը նաև ներգրավել է ամենի մեջ։ Մենք պետք է հասկանանք, որ մեզ հիմա պետք է ոչ թե նոր ինչ-որ կրթություն ստացած կամ առանց կրթության ոլորտում ինչ-որ ձևով ուրեմն պաշտոնին հայտնված մարդիկ, այլ պետք է պրոֆեսիոնալներ, որոնք այս հարցի լուծումը կարող են գտնել։ Իսկ սա լուծելի խնդիր է, որովհետև կան ռիսկեր, որոնք կարելի է կառավարել, բայց պետք է նաև ընդունենք, որ կան հարցեր, որոնք արդեն կառավարել հնարավոր չի։ Օրինակ պատնեշներ ստեղծած օդափոխության միջանցքին բարձրահարկ շենքեր, որոնք որ կանգնած են այնտեղ, որտեղ որ օդի մղման ճանապարհներ։ Օդի բարձր աղտոտվածությունը կարող է սրել արդեն գոյություն ունեցող շնչառական հիվանդությունները, ասթմա, թոքերի եւ շնչուղիների հետ կապված այլ խնդիրներ։ Կարող է նաև նպաստել հիվանդությունների առաջացմանը, նշում է թոքաբան Նարէ Մեսրոպյանը։ Կախված է տեղամությունը, ինչքան երկար կգտնվեն փոշու ազդեցության ներքո։ Կարող է հիվանդության սրացում տեղի ունենալ։ Կարող է նպաստել բրոնխալ ասթմայի իր այդ գալուն, հանրային խառնուրդների հետ կապված խնդիրներ։ Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության պարագայում պահանջվում է սովորաբար երկար տարիների վնասակար գործոնի ազդեցության ներքո գտնվելը։ Սովորաբար 1 կամ մի քանի օրվա ընթացքում այս հիվանդությունը չի առաջանա, բայց բրոնխալ ասթմայի առումով դա ռիսկի գործոն է իհարկե։ Բարձր աղտոտվածության օրերին ցանկալի չէ օդափոխել բնակարանները, քանի որ կարող են ներս մտնել շատ վնասակար մասնիկներ։ Թոքաբանը խորհուրդ է տալիս քիչ ժամանակ գտնվել դրսում։ Եթե հնարավոր չէ խուսափել դրանից, ապա անպայման լինել դիմակով, պատուհանները փակ պահել։ Ավելի զգալի են իհարկե մեծահասակները եւ մանկահասակ երեխաները, աշխատեն այս ընթացքում բացառել երեխաների զբոսանքները դրսում։ Հնարավորինս աղտոտվածության զոհներից հեռու լինել, շնչուղիների քրոնիկ հիվանդություններ ունեցող պացիենտներին պարտադիր կանոնավոր դեղորայքը շարունակել կիրառել, ոչ մի դեպքում ընդհատումներ չանել։ Հնարավորության դեպքում եթե դուրս կան քաղաքից, իհարկե շատ սխալելի կլիներ։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետի խոսքով շնչառական, սրտանոթային, ալերգիկ եւ այլ հիվանդությունների զարգացման ռիսկ կա, սակայն Երևանի բնակիչներն անհանգստանալու պատճառ չունեն։ Օդի աղտոտվածությունը դեռ այդ մակարդակից չի հասել։ Ռուբեն Գրիգորյանը շեշտում է, առողջության հետ կապված որոշակի անհանգստություն ունենալու դեպքում մարդիկ չպետք է զբաղվեն ինքնաբուժությամբ, այլ դիմեն մասնագիտացված կառույց։